Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախ համառոտ։ Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուտրիսը, նախատեսված է նրա հանդիպումը Արարատ Միրզոյանի հետ։ Երևանի կենտրոնում արդեն տեղադրվել է COP17-ի տարբերանշանը, ազդարարելով մեր երկրի կարևոր ճանապարհը դեպի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով, հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունների։ Հայաստանի ներքաղաքական պայքարը հատել է հերթական կարմիր գիծը, համացանցում տեսանյութ է տարածվել, որում դիմակավորված ու զինված անձինք սպառնում են սպանել Նիկոլ Փաշինյանին, վարչապետի ու ՔՊ կուսակցության անդամների կոշտ արձագանքը։ Փաստերի ստուգման հարթակը օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական ու տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Հիմնական թիրախը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, ով է կանգնած այս ամենի հետևում։ Մայրաքաղաքի ենթակառուցվածքներ, հասարակական տրանսպորտ, սանմաքրում ու բարեկարգման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը։ Նախորդին Արարատի մարզի Շահումյան համայնքի և հարակից բնակավայրերի բնակիչները խաղաղ իրազեկում ակցիա են իրականացրել։ Ինչ խնդրանք պահանջով են նրանք հանդես եկել։ Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուտրիսը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նախատեսված է նրա հանդիպումը Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանի կենտրոնում արդեն տեղադրվել է COP17-ի տարբերանշանը, ազդարարելով մեր երկրի կարևոր ճանապարհը դեպի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով։ Հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների, դառնալով կենսաբազմազանության պահպանության շուրջ գլոբալ քննարկումների կարևոր հարթակ։ Հայաստանը շարունակում է ակտիվ նախապատրաստական աշխատանքները համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ, արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը միջազգային բնապահպանական օրակարգում։ Այլ թեմաներ, Հայաստանի ներքաղաքական պայքարը հատել է հերթական կարմիր գիծը։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում դիմակավորված ու զինված անձինք սպառնում են սպանել Նիկոլ Փաշինյանին, իսկ քարոզարշավի ընթացքում վարչապետին են մոտենում տարբեր արցախցի քաղաքացիներ ու փորձում նրան սադրել։ Իշխանությունը հայտարարում է, սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է, այլ երկիրը վախի, ատելության և բռնության միջոցով պարալիզացնելու համակարգված փորձ։ Հայաստանում նախընտրական քարոզարշավով պայմանավորված ներքաղաքական լարվածությունը նոր վտանգավոր փուլ է մտնում։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որում դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ են հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, հայտարարելով, թե գիտեն նա որ փողոցներով է քայլում և պատասխան է տալու։ Արցախը Ադրբեջանը, ու մենք սովորական ենք պղծում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները, մեր հողն ու ջուրը։ Դրան հետ է Նիկոլ, դու պատասխան ես տալու։ Տեսանյութի առնչությամբ արդեն քրեական վարույթ է հարուցվել, քննչական կոմիտեն հայտնում է, ստացված հաղորդման համաձայն ինքնությունները դեռևս չպարզված անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության ֆորսացել են համակարգչային ցանցում պահվող և ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալներ, ապա համակարգչային կապի միջոցներով տարածել վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող տեսանյութ։ Ըստ քննչական կոմիտեի նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Կատարվում է նախաքննություն, հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։ Տեսանյութին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասելով. 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը որ մեր ձեռից առել է, այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ, հանեք ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում։
Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Տեսանյութի տարածումից եւ դրան վարչապետի արձագանքից հետո Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին սկսեցին պարբերաբար մոտենալ արցախցիներ ու նրան մեղադրել իրենց խոսքով Ղարաբաղը հանձնելու համար։ Արցախցի մի կին էլ նշել է, թե իր հայրենիքի այս ձևի անպատիվ կորուստը չի կարող հանդուրժել եւ ներել։ Խոսակցությունը վերածվել է բանավեճի, կինը հայտարարել է. Եթե դուք ռոբնեք, մենք ձեզ կզացնելու ենք։ Եթե դուք ռոբնեք, ռոբիներ ենք կզացնելու, կարուգացիներ ենք կզացնելու, գագայներ ենք կզացնելու, սերժիներ ենք կզացնելու։ Եթե դուք ռոբնեք։ Կնոջ հեռացումից հետո Փաշինյանը կրկին դիմեց սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձանց, հայտարարելով. «Այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ, հանեք ձեր մասկեքը, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ եք թողել փախել»։ Այնուհետև լրագրողների հետ զրույցում վարչապետը շարունակեց վերահաստատել իր խոսքերն առավել կոշտ տարբերակով։ Այո, ֆիզիկական սպառնալիք է, որտեղ պոլերով ենք տալու դրան, սատկացնելու ենք։ Ոչինչ, դրանից հետո իրավապահները գնահատական, ես ասում եմ, հետո որ մասկեքով ավտոմատուսներին դրած խոսում են, ես դրանց հատ գտնելու եմ ու սատկացնելու եմ, բառից իրավական հերթին ասում եմ։ Մեր իրավապահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն քրեակատարողական վրա։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջինն արձագանքեց ստեղծված իրավիճակին, հայտարարելով Ղարաբաղյան կլանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը ստրուկ դարձնելով գալ իշխանության։ Նա նշելով, որ 44-օրյա պատերազմի օրերին Արցախում կռվել են նաև իր եղբայրները, ամուսինը եւ հազարավոր հայրենակիցներ, հավելել է. Դուք մենակ Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին հող աշխատեք։ Ուրիշ երկրների առաջը Հայաստան ու Ղարաբաղը մատաղան եք, էտա ձեր ուզածը չի լինելու։ Հայաստանի ժողովուրդը միահամուռ է, ղարաբաղցիները շատ ուժեղ ձևով մեր մեջ կանգնած են եւ իրենք էլ են խաղաղություն։ Հերիք է ուրիշի երեխեքի հաշվին ձեզ համար կապիտալ կուտակելու քաղաքականությունը կանեք։ Եվ այդ կանանցել մի ուղարկեք, ճիշտ չի։ Բնավ չեմ զարմանա, եթե պարզվի, որ սրանք այն փախածներն են, որ առաջինն էին 2020-ի սեպտեմբերի 27-ին ու 23-ի սեպտեմբերի 23-ին թռնում, փախնում Ղարաբաղից ջիպերով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս անդրադարձել է այս թեմային հայտարարելով. իշխանության նկատմամբ պատելության դրսևորումներն ուղղորդված են։ Ակնհայտ է, որ 3 ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները իրանք խնդիր ունեն շեմը նվազագույն հատելու, ակնհայտ է դա։ Նա առանձին անդրադարձել է նաև քաղաքական ուժերին։ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունով է մասնակցում, որ իր հին ռեսուրսի հաշվին 4%-ի շեմը փորձի հատել։ Հայաստան դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու, 100,000 ձայն անհնար է, չի հավաքելու։ Սիմոնյանը նաև մեկնաբանել է վարչապետի վարքագիծը, զարմանք հայտնել, թե ինչպես են նրան նյարդերը տեղի տալիս։ Դրանք երևի բետոնից են, երկաթից են, որ ինքը դիմանում է այն ամեն ինչին, ինչի միջով մենք անցնում ենք, ասել է Սիմոնյանը։ Միանում եմ վարչապետի ասածներին եւ ես Ռոբերտ Քոչարյանին եւ մնացածին նույնպես կզացնելու եմ, քաղաքական, իրավական եւ բոլոր առումներով կզցնելու եմ։ Նա նաև կոշտ արձագանքել է գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին, նշելով կալուգացին ստում է, երբ խոսում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ինքը ստախոս է, ես իրան մեղադրում եմ ստախոսության մեջ, եթե ինքը այդքան պլոճիկ ունի, եթե ինքը այդքան իր մեջ վստահ, ես իրան առաջարկում եմ ինձ դավիթալ։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև մի շարք այլ պատգամավորներ նույնպես արձագանքել են տեղի ունեցածին ու տվել կոշտ գնահատականներ։ Հայաստանից ուղարկված փողերը լափող Ղարաբաղցի գեներալների, ոչ միայն Հայաստանից ուղարկված փողերը, տեղի արդար, նորմալ աշխատավոր ժողովրդի փողերը լափող եւ լափած գեներալների ու տեղի այդ էլիտայի, այդ ամբողջ կլանին կուլակաթափ են կանելու։ Իրանք Երևանում պետք է ապրեն, բայց որպես բոմժ։ Այս ստահակների համար մարդիկ արժեք չունեն, ընդհանրապես արժեք չունեն։ Նրանց միակ նպատակն է օգտագործել մարդկանց իրենց տերերի նպատակներն իրականացնելու համար։ Ես վստահ եմ, որ սրանք հենց այդ լակոտներն են, որ խալու մեջ փաթաթված, այտենց չգիտեմ, կամ կնգաշորեր հակած, յուբկա հակած, քսված բան տենց վեր են կացել եկել են Հայաստան, Հայաստանի Հանրապետության տղերքին ու Ղարաբաղի նորմալ տղերքին այնտեղ թողելով մենակ կռվի դաշտում։ Սրանք այ հենց այդ լակոտներն են։ Բայց ոչինչ, սրանց տերերին, Ռոբիկին, այդ Համբալին, Սերժիկին, Սամոյին, Գագոյին, Ծառուկյան,
այս մասկեքը թարց հագցնելու են գլխներին։ Իսկ Հայկ Օնջորյանը հայտարարել է դիմակավորված Ղարաբաղի акցենտով խոսող ահաբեկիչները նոր Նաիրի Հունանյաններ են։ Ովքեր ուզում են Հայաստանը նորից հետ քաշել ահաբեկչության արյան բաղնիքի մեջ։ Այս մարդիկ Ռոբի, Կալուգացի օլիգարխի ներկայացուցիչներն են։ Եվ են մարդիկ, ովքեր որ ձայն կտան Ռոբերտ Քոչարյանին, Կալուգացի օլիգարխին, Գագիկ Ծառուկյանին կամ Սերժի թափդպուկներին, կամա թե ակամա կքվյարկեն ահաբեկչության եւ նոր Նաիրի Հունանյանների օգտին։ Խնդրում եմ հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Տեր կանգնեք այնպիսի երկրին, որտեղ որ ավտոմատավորված ահաբեկիչները չեն որոշում ձեր եւ ձեր երեխաների կյանքը։ Իդեպ Արցախցի կնոջ ու վարչապետի բանավեճից հետո որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ակտիվացված այդ կինը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի կնոջ փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է, որի դուստրը նաև Վազգեն Գալստանյանի եւ ահաբեկչության կազմակերպման համար մեղադրվող անձանց պաշտպանն է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Փաստերի ստուգման հարթակը օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։ Այդ փաստաթղթերը ամենայն հավանականությամբ արտահոսել են հաքերային հարձակման արդյունքում եւ ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի փաստացի ենթակայությամբ գործող սոցիալական դիզայնի գործակալության փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկեր, զեկույցներ, պլաններ եւ այլ նյութեր։ Փաստաթղթերում առկա են գործակալության կողմից Հայաստանում, նաեւ եվրոպական եւ այլ երկրներում արդեն իսկ իրականացված եւ նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ եւ արդյունքների ամփոփումներ։ Հրապարակված փաստաթղթերը բացահայտում են Հայաստանի քաղաքական իրավիճակը ապակայունացնելու եւ երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան շրջելու լայնածավալ ռազմավարություն։ Այն ենթադրում է մասշտաբային տեղեկատվական գործողություններ, բայց ոչ միայն։ Այս նախագծերը ընդգրկում են մեդիա հարթակների ստեղծում, կեղծ տեղեկատվության տարածում եւ նույնիսկ թաքնված գործողություններ Եվրոպայում։ Գործակալության գործունեության հիմնական թիրախը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են։ Հիմնական ռազմավարությունը ռուսաստանցի հայերի մոբիլիզացումն է։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մայրաքաղաքի ենթակառուցվածքներին, հասարակական տրանսպորտին, սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներին առնչվող հարցեր։ Քաղաքային իշխանությունները ներկայացրել են ընթացիկ ծրագրերի կատարման վիճակը ու պատասխանատվություններին տվել նոր հանձնարարականներ։ Նախընտրական քարոզարշավով պայմանավորված Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական գործակարգավարական նիստը վարում էր Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նիստում քննարկվեցին մայրաքաղաքի առօրյա կառավարման առնչվող մի շարք կարևոր հարցեր, սկսած ճանապարհաշինությունից մինչև հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Զեկուցվեց, որ շարունակվում են ճանապարհների ընթացիկ նորոգման եւ փոխալցման աշխատանքները։ Պատասխանատուները ներկայացրին, թե որ վարչական շրջաններում են իրականացվում առավել ակտիվ շինարարական միջամտություններ եւ ինչ ժամկետներում է նախատեսվում ավարտել աշխատանքները։ Մենք նույնպես չպետք է թույլ տանք, որ այս ընթացքում մարդիկ որոշեն որոշակի ինքնական կառույցներ ապօրինություններ տան, այսինքն մենք պետք է ուշիով հետևենք, որպեսզի թե գովազդի հետ կապված կլինի, թե այլ կառույցների հետ կապված կլինի, դա մեր կարմիր գծերն են, չվճարող քաղաքացիները եւ նաեւ ինքնակամները, այսինքն մենք պետք է տեմպը պահենք, որպեսզի մի թույլ չտանք, որ որևէ մեկի մտքով անցնի, որ օգտվելով իրավիճակից փորձի որևէ ինքնական որևէ բան։ Առանձին անդրադարձ կատարվեց հասարակական տրանսպորտին, քննարկվեցին ավտոբուսների շահագործման ընթացքը, երթերի կանոնավորությունը եւ քաղաքացիներից ստացվող բողոքները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները վստահեցրին, որ վերահսկողությունը շարունակվում է, հատկապես պիկ ժամերին առաջացող խնդիրների մասով։ Զեկուցեմ նաև սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 65 միավոր անսարք, որից մանմակնիշի 87 միավորից 2 միավոր, ժոնգթոնգ մակնիշի 562 միավորից 30 միավոր, հայ գերմակնիշի 103 միավորից 15 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 18 միավոր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։ Ես ուզում եմ նաև այս միտքը շարունակել, որ էական չի, թե մենք հիմա ինչ նախընտրական եւ այլն, մեր ավտոբուսի հավաքագրումները մեր համար առաջնահերթություն են։ Եվ չվճարող քաղաքացիները անընդունելի է մեզ համար եւ մենք մեր ուժերը գուցե պետք է կրկնապատկենք, որովհետեւ յուրաքանչյուր չվճարող քաղաքացի
մեզ զրկում է նոր ավտոբուս ձեռք բերելու հնարավորությունից։ Գործակարգավարական նիստում ուշադրության կենտրոնում էին նաև սանմաքրման եւ կանաչապատման աշխատանքները։ Զեկուցվեց, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են բակերի, փողոցների եւ հանրային տարածքների բարեկարգման ծրագրերը։ Բազմաֆունկցիոնալ մեքենաները դրանք առաջին հերթին իրականացնում են փոշեկուլ, այս պահին ամառային ռեժիմում իրականացնում են փողոցների սանմաքրման աշխատանքները, մեքենաները զինված են նաև բարձր ճնշման սարքավորումներով, որոնց շնորհիվ կլավացվեն նաև աղբամանները եւ տարբեր բակային տարածքներում նստարաններ, խաղասարքեր, իսկ ձմեռային ռեժիմում արդեն կտեղադրվեն համապատասխան խոզանակներ եւ աղցանիշներ եւ կիրականացնեն ձենամաքրման աշխատանքներ։ Մի հարց եւս, իսկ դա վարչական շրջաններին ենք մենք փոխանցելու, թե լինելու է ձեր բալանսին, դուք ուղղորդեք, թե որ վարչական շրջան։ Դրանք լինելու են մեր բալանսին, բայց տեղակայվում են վարչական շրջաններում, բոլոր վարչական շրջաններում արդեն տեղակայելու ենք մեքենաները եւ ըստ անհրաժեշտության իրականացնելու են աշխատանքները։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հանձնարարեց պատասխանատու կառույցներին խստացնել վերահսկողությունը, հատկապես կոմունալ ծառայությունների եւ քաղաքային ենթակառուցվածքների պահպանման ուղղությամբ, ընդգծելով, որ բնակիչների բարձրաձայնած խնդիրները պետք է հնարավորինս արագ արձագանք ստանան։ Նիստի ավարտին անդրադարձ կատարվեց նաև Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան դպրոցի նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Ծրագիրը գտնվում է ակտիվ փուլում, շինարարությունն իրականացվում է սահմանված ժամանակացույցով։ Իսակով Արշակունյաց նոր ճանապարհահատվածի կառուցումն էլ, որն ըստ քաղաքապետարանի կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի տրանսպորտային բեռնաթափման եւ երթևեկության կազմակերպման առումով, միտված է բարելավելու քաղաքի հարավային եւ կենտրոնական հատվածների կապակցվածությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնանք միջազգային նորություններին, իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստ է վերացնելու Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաները Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման դեպքում։ Հայտարարությունը հնչել է, երբ Իրաքի Արաբական Միացյալ Էմիրությունները ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Դրանցից մեկը հարվածել է Ալ-Դաֆրայի շրջանում գործող Բարակ ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորին։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգները Իրանին 5 պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար։ Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, Միացյալ Նահանգներին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան եւ պահպանել միայն մեկ միջուկային համալիրի աշխատանքը։ Ավելի վաղ Իրանը նույնպես 5 պայման էր առաջադրել բանակցությունների վերսկսման համար։ Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես Լիբանանում պատժամիջոցների վերացում, ակտիվների սառեցում, վնասի փոխհատուցում եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Սրան զուգահեռ Թրամփը կրկին սպառնում է Իրանին, նշելով, որ Իրանի համար ժամանակն անցնում է, նրանք ավելի լավ է շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա։ Պենտագոնն արդեն պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ, դրանց թվում են էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։ Միացյալ Նահանգների իշխանությունները Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրների միջև բանակցային գործընթացին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական ագրեսիան կործանել է դիվանագիտական գործընթացներն ու վտանգել էներգետիկ երթուղիները, որպեսզի հետո Իրանին մեղադրեն ապակայունացման մեջ, կյանքի կոչելով Գեբելսի սկզբունքը։ Մեղադրիր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում, ասել է Բաղային։ Իրանը որպես Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում հաղթած կողմ որոշում է հակամարտության ապագա կարգավորման պայմանները։ 10 կետից բաղկացած պայմանները կարմիր գիծ են ցանկացած բանակցությունների համար, ասել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը։ Պայմանները որոշում է մարտի դաշտում հաղթանակ տարած երկիր, այլ ոչ թե ձախողված իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկրի կառավարությունը։ Ուստի ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները, ասել է նախագահը։ Մինչև երկու կողմերից հնչում են նոր հայտարարություններ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի մի շարք բնակավայրերի։ Մերձ Մոսկվայում ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը տուժել, եւս 1 մարդ գտնվում է փլատակների տակ։ Հաղորդվում է, որ ուկրաինական զինված ուժերը սկսել է դրոններով հարվածել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին։ Անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք, հայտնել է Լատվիայի ազգային զինված ուժերը։ Միջադեպի պատճառով օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ուժերի կործանիչները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր մերձավորներին հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին։ Նա նշել է, հասկանում է, որ ներկայիս քաոսն անկայուն է, նա պարզապես ցանկանում է դա անել արժանապատվորեն եւ այնպես, ինչպես հարմար կգտնի եւ ժամանակացույց կկազմի։ Մոսկվայի Ամուրսկայա փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել շինանյութերի պահեստում։ Հաղորդվում է, որ հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 քառակուսի մետր մակերես։ Վիրավորների կամ զոհերի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում։ Բաքվում կրկին գրանցվել են հորդառատ անձրևներ, ինչի հետևանքով փողոցներ ու ճանապարհներ են հեղեղվել։ Տեղումների ծավալը զգալիորեն գերազանցել է սեզոնային նորման, ինչի պատճառով քաղաքի ջրահեռացման համակարգը չի կարողացել ամբողջությամբ կլանել ջուրը եւ կաթվածահար է արել մարդկանց տեղաշարժը։ Նախորդին Արարատի մարզի Շահումյան համայնքի եւ հարակից բնակավայրերի բնակիչները խաղաղ իրազեկում ակցիա են իրականացրել խնդրանք պահանջով հանրության եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով գազստոպ գազալցակայանների գործունեությունը կասեցումից հետո առաջացած ֆինանսական ճգնաժամի վրա։ Ընկերության 400 աշխատակիցներ 1 տարի եւ 3 ամիս գործազուրկ են։ Մայիսի 17-ին Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրում տեղի ունեցավ խաղաղ ակցիա իրազեկում։ Համայնքի մի շարք բնակավայրերի բնակիչներ եւ գազստոպ ընկերության աշխատակիցներ կառավարության եւ պատկան մարմինների ուշադրությունն էին հրավիրում ընկերության գործունեության կասեցման հետևանքով առաջացած ճգնաժամի վրա։ Ակցիան կրում էր բացառապես աշխատանքային եւ սոցիալական բնույթ եւ չուներ քաղաքական ուղղվածություն։ Գազստոպ ընկերության ղեկավար կազմը, աշխատակիցները եւ հավաքի մասնակիցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեցին պահանջ խնդրանքով, վստահ լինելով, որ կառավարության ղեկավարը ականջալուր կլինի իրենց խնդրանքին։ Ընկերության ցանցի գլխավոր ֆինանսիստ եւ հավաքի կազմակերպիչներից Բենիկ Ալեքսանյանը հավաքի ընթացքում նշեց, որ ընկերությունն ունի շուրջ 400 աշխատակից եւ մինչեւ ընկերության գործունեության կասեցումը յուրաքանչյուր ամիս ավելի քան 100 միլիոն դրամ հարկ է վճարել պետբյուջե։ Վերջինս ընկերության աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնեց պատկան մարմիններին, մասնարարպես գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իրավական ընթացակարգով թույլտվությունների որոշումները տրամադրելու համար։ Չնայած բոլոր թույլտվությունների առկայությանը անհայտ պատճառներով չի վերաբացվում գազալցակայանների ցանցը, ընդգծեց ընկերության աշխատակիցը դիմելով վարչապետ Փաշինյանին։ Այս ամենից ելնելով խնդրում դիմում ենք պարոն վարչապետ Փաշինյանին մեզ աջակից լինել, քանի որ բացման հարցում, կալոնկաների բացման հարցում, քանի որ նա բազմիցս ապացուցել է, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին, հայ տնտեսվարողի կողքին։ Ակցիայի կազմակերպիչներն իրենց ելույթներում ընդգծում էին, որ ընկերության 400 աշխատակիցները արդեն 1 տարի 3 ամիս գործազուրկ են, ինչը ֆինանսական հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացրել, ստեղծելով կենցաղային անելանելի իրավիճակ։ Վերջիններս շահագրգիռ բոլոր կողմերին մեկ անգամ եւս ընդգծեցին, որ իրենց ակցիան կրում է բացառապես սոցիալական բնույթ եւ շարունակելու են խաղաղ ակցիաները իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ վերջնականապես չի լուծվել իրենց խնդրանք պահանջը։ Մենք ուզում ենք շենացնենք այս երկիրը, ուզում ենք հարկեր վճարենք, ուզում ենք արդար, սրտանց, ջանասիրաբար աշխատենք այս երկրում եւ չարտագաղթենք ստեղից։ Եվ կոչ ենք անում անպատասխան մարմիններին, որպեսզի կյանքի կոչեն այն որոշումները, որ արդեն կայացվել է պետության կողմից թղթերի տեսքով։ Այս ակցիան մենակ մեր գազստոպ գազալցակայանների ցանցի աշխատակիցների պահանջը չի, այլ շատ ու շատ համագյուղացիների Արարատի մարզի բնակիչների։ Շատ շնորհակալ ենք ձեզ բոլորից, որ մտահոգ եք այս հարցով, այսօր հավաքվել եք այստեղ։ Հույս ունենք, որ մեր բոլորի խնդրանքը կկատարվի եւ գազալցակայանները կբացվի։ Հավաքի մասնակիցները, որոնք ոչ միայն ընկերության աշխատակիցներ էին, այլև հարակից բնակավայրերի բնակիչներ, ընդգծում էին, որ 17 գազալցակայան ունեցող ցանցի գործունեության կասեցումը նաև հավելյալ անհարմարություններ են ստեղծում մեքենան լիցքավորելիս ժամանակի ծախսատարության առումով։ Ակցիայի ավարտից հետո կազմակերպիչները ընդգծեցին, որ պատկան մարմինների կողմից դրական արձագանք են սպասում։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում մայիսի 11-ից 18 ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա ակրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք կհանդիպենք
Մայրաքաղաքում եւ մարզերում պարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20685 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 489 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ, 541 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 114 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 957 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 317, թմրանյութի հայտնաբերման 81, ֆիզիկական ներգործության 62, մարմնական վնասվածք պատճառելու խարդախության 55-ական, հոգեկան ներգործության 41, անձնական ունեցվածքի գողության 37, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 56 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 51 հետախուզվող, 8 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 12 դեպք, 7 օրում գրանցված 82 ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, վնասվածք ստացել 107-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 488 դեպք, 125-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 61, հրդեհի ծագման սպառնալիքի 23, ճանապարհատրանսպորտային պատահարի 46, կենցաղային կանչի 151 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 50 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 87 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել, հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում աշտարակ Երևան ճանապարհին հայտնաբերել Մաքսանենք ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա եւ 21-ամյա երկու երիտասարդի եւ 39-ամյա տղամարդու։ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3 կիլոգրամ 15 գրամ մարիխուանա։ Նույն թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև 20-ամյա երիտասարդի մոտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, 20 եւ 21-ամյա երիտասարդները կալանավորվել են, կատարվում է նախաքննություն։ Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին։ Մայիսի 12-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս 2 պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան եւ այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա 2 պատանիները հայտնաբերվել եւ տեղափոխվել են համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու արգրաված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Նման դեպքերը գտնվում են համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների եւ ընդհանրապես համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հերթական բացահայտումը սովորական հանցագործությունների շրջանակից չէր։ Այս անգամ հանցագործների թիրախում մշակութային ժառանգություններ։ Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեքներ կայացնող իրեր, քրեղեն, փական եւ խորհրդանիշ հանդիսացող կնիկ։ Ես գալի բացում եմ, որպեսզի տուրիստ են, ժողովուրդ են գան, մտնեն նայեն, բացել եմ մարտահեկե մայիսի 5-ի կողմերը, տեսել եմ չկա, հենց մտել եմ մեզ։ Բայց դռան վրա հետքեր է եղել ոտի, գողացվածը մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի այդ քթածոները ինչ որ քթել են։ Ըստ հնագիտական պեղումների տվյալների ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։ Շենգավիթի բաժնում լայնածավալ օպերատիվ հետազոտական միջոցառումների
Արդյունքում բազվել էր, որ նշված գողությունը կատարել էին Շենգավիթի 35-ամյա եւ Արտիմազի 36-ամյա երկու բնակիչներ։ Մայիսի 9-ին հայտնաբերել ենք, ձերբակալել եւ տեղափոխել ենք ոստիկանության ՀՎԳԲ Շենգավիթի բաժին, որտեղ գողությունը կատարած անձանցից մեկը խոստովանել է, որ նշված գողությունը կատարել են իրենք, ինքը եւ իր ընկերը։ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։ Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Շանը մեքենային կապած վարորդին, նա ձերբակալվել է։ Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է ՎԱԶ-2121 մագնիշի ավտոմեքենայի վարորդը Շանը մեքենային կապած վարում, կենթանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։